մեկ այլ հարց կրկին ժողովրդավարության հետ կապված, հայաստանյան ընդդիմությունը նշում է, որ Հայաստանը այնքան էլ ժողովրդավար չեն, կան քաղաքական հայացքների համար բանտարկված քաղաքական գործիչներ, այս մասով դուք խնդիր տեսնում եք, թե ոչ։ Երբ մենք երեկ անցկացնում էինք նստաշրջանը, մենք խորհրդարանի խոսնակի հետ դուրս եկանք լուսանկարվելու, բողոքի ակցիա էր իրականացվում խորհրդարանի դարպասների մոտ։ Ես մտածում էի, ինչ կլիներ, եթե նման բողոքի ակցիա լիներ այլ տեղում, եթե լիներ Ռուսաստանում կամ այլ երկրում այստեղից հեռու։ Չեմ կարծում որևէ մեկը կարողանար ազատության մեջ լինել ցույցի հետ կապված։ Ինձ համար անձնապես այս ցույցը նշան է բազմակարծության, այս հասարակության դինամիզմի, ինչպես նաև նրա, որ հասարակության մեջ կան ազատ տարածքներ, որոնք հարգվում են կառավարության կողմից։ Այդ տեսանկյունից ես վստահում եմ այս կառավարությանը, վստահում եմ այս վարչապետին։ Մենք նստել միասին նայել ենք միմյանց աչքերի։ Վստահությունը չի նշանակում ոչ քննադատությանը։ Մենք մոնիթորինգ ենք անում իրավիճակը, նայում ու դիտում։ Հայտնի արտահայտությունը Դավերիայի նոպրավիրիայի գործում է նաև այստեղ, բայց դուք պետք է ունենաք վստահություն եւ վստահեք։ Ես գիտեմ, թե ինչ շարժում է այս իշխանությանը բերել, այդ թվում քաղաքասարակության շատ գործընկերներ, ում հետ աշխատել եմ։ Ես գիտեմ, որ այդ գործընկերները մի փոքր քննադատում են ինչ է տեղի ունենում, բայց նաև գիտեմ, որ իրավիճակը բարդ է։ Կա շատ արտաքին միջամտություն այս երկրում, ինչպես անդամ այլ երկրներում։ Այս վստահությունը հավանաբար հիմք է ազնվության։ Երբ մենք ազնիվ ենք, նայում ենք տարբեր ասպեկտներն ու խնդիրները։ Շատ մարդիկ կան Եվրամիությունում, որ կասեն Եվրամիության երկրները եւս ունեն խնդիրներ ժողովրդավարության հետ կապված։ Ազնիվ քննարկումը հիմնված է վստահության վրա, որի վրա էլ հենված է Եվրանեստը։